Աղ, Բոճուր ջան, մի ամբողջ ազգ քեզ էր սպասում, քո համար էր աղոթում։ Այսօր հասավ լուր, որը ավելի ծանր լինել չէր կարող, լուր, որին մեր սիրտը պատրաստ չէր։ Այսօր ժամը 10:40-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները 20 օր տևած որոնումներից հետո Մարմարիկ գետում Հրազդան Ջեկի մոտակա կամրջի մոտ հայտնաբերել են 2-ամյա Տիգրանիտին։ Տարածությունը, որտեղ գտնվել է փոքրիկը, հեռու է նրանից, որտեղից նա անհետացել էր մայիսի 4-ին։ Ըստ Արմլուրի բացառիկ տեղեկությունների, նրա մարմինը գտնվել է Մարմարիկ գյուղից բավական հեռու մի հատվածում, որը գրեթե 20 օր շարունակ ուսումնասիրել էին փրկարարները, ջրասուզակները, կինոլոգներն ու կամավորները հույսով, հավատով ու աղոթքով։ Այս պահի դրությամբ դեպքի վայր են մեկնում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներն իրականացնելու անհրաժեշտ քննչական գործողություններ։ Մայիսի 4-ից ի վեր իրականացված որոնողափրկարարական գործողություններն ընդմիշտ կմնան այս գործի մեջ որպես նախադեպը չունեցող ջանք ու պայքար մեկ մանուկ կյանքի համար։ Եվ ցավն առավել խորն է, երբ այս ամբողջ ուժն ու նվիրվածությունը չեն կարող վերադարձնել նրան։ Հիշեցնենք, մայիսի 4-ին ժամը 10-ից 11-ի սահմաններում Տիգրանը դուրս էր եկել տնից մենակ առանց մեծահասակի ուղեկցության։ Շուտով լուրեր տարածվեցին, թե նա ընկել է Մարմարիկ գետը։ Այդ պահից սկսած փրկարարները, ոստիկանները, կամավորները և համայնքի բնակիչները օր ու գիշեր անցան տեղանքի ամեն անկյունով, հսկայական տարածքներ, ջուր, ցամաք, անտառներ, գետափներ, բայց ամեն վայրկյան անցնող օրերն ու ժամերը ավելի ցավոտ էին դարձնում սպասումը։ Տիգրանը չէր խոսում, բայց նա խոսում էր իր ժպիտով, նայվածքով, ու այսօր նրա լռությունն առավել հզոր ու ծանր է։ Սա ոչ միայն մի ընտանիքի ողբերգությունն է, այլև ամբողջ ազգինը, ողբերգություն, որ հարվածում է յուրաքանչյուր ծնողի սրտին, յուրաքանչյուր մոր հոգուն, ողբերգություն, որը նորից ու նորից բարձրացնում է նույն հարցերը, որտեղ էին պատկան մարմինները առաջին պահից, ինչպես է հնարավոր, որ երեխայի մարմինը գտնվի այնտեղ, ուր արդեն բազմիցս փնտրվել էր, ու ինչ բացթողումներ եղան։ Հանգչիր խաղաղությամբ, Բուճուր Տիգրան, դու գուցե չես հասել քո երազանքներին, բայց դու հասցրեցիր միացնել մի ամբողջ ժողովրդի աղոթքի, հույսի ու համախմբման շուրջ։ Քո կյանքը կարճ եղավ, բայց քո անունը կմնա երկար։ Ցավակցում ենք հարազատներին, ծնողներին, համայնքին, թող Աստված սփոփի բոլորի սրտերը և թող ոչ մի ծնող նման ճանապարհ չանցնի։ Բաց նամակ ոսկեհեր փոքրիկ իշխանին։ Իմ անուշ Տիգրան, լուսավոր տղա, աչքերիդ փայլը տարածվել է աշխարհով մեկ, դեմքիդ անմեղ հայացքը մտել մարդու սիրտն ու հոգին։ Ներսս կարծես վարդի փշեր լինեն, ծակծկում են սիրտ ու հոգիս, կորել է քուն ու հանգիստ։ Սրտիս ու ինձ սփոփելու համար ինչու՞ չէ նաև հայ ժողովրդի անունից քեզ գրում եմ այս նամակը։ Փոխանցում եմ հրեշտակներին, հրեշտակները աղավնիների միջոցով հասցնեն այնտեղ, որտեղ դու ես։ Ցանկությունս մեծ չէ իրականությունից, կուզեմ այս նամակը հասնի քո կողքին գտնվող անձին, երբ նա ընթերցի նամակը միգուցե քար սիրտը կոտրվի և քեզ ետ վերադարձնի։ Այս նամակը գրում եմ քեզ համար, հստակ իմանալով, որ դու կկարդաս այն, երբ մեծանաս։ Հիմա կասեն կորել է Տիգրանը և չգիտենք ինչպես պիտի կարդա, կգտնվի արդյոք։ Փոքրիկս, դու չես կորել, ընդհակառակը, դու ներս ես եկել և մտել յուրաքանչյուր հայի սիրտ և օջախ։ Այսօր մենք բոլորս միահամուռ կերպով գրկել ենք քեզ աղոթքով և բաց չենք թողնելու։ Այնքան ես մտել մեր սրտերը, որ միայն քո հրեշտակ նկարը տեսնելուց ակամայից երկինք ենք նայում, աղոթք հողում երկնային հորը, որպեսզի դու նորից լցնես քո տունը, որպեսզի հայրդ ու մայրդ երջանկանան, մենք էլ կրկնակի երջանկանանք նրանց հետ միասին։ Լույսի բացվող օրով թող լսվի քո գտնվելու լուրը, չեմ ցանկանում լսել, որ դեռ քեզ չեն գտել, ուզում եմ գալ, գրկել քեզ, խոսել հետդ, խաղալ, վազվզել, անվերջ գրել քո մասին, գրել ու գրել։ Իմացիր քեզ չենք կորցրել, քեզ գտել է մի ամբողջ հայ ազգ Հայաստանում և Հայաստանից դուրս։ Երբ նայում եմ քո հրեշտակ դեմքին, մի պահ քարանում եմ, ինչպես կարող է մարդ արարածն այդքան դաժան լինել, որ նման բան աներ քեզ նման լուսավոր փոքրիկի հետ։ Ինչպես կարող էր քո հրեշտակ մարմինը գետը տաներ։ Ես զգում եմ, վստահ եմ, որ դու ողջ ես և վերադառնալու ես։ Մենք ազգովի ուղարկում ենք մեր ուժը, աղոթքը, որպեսզի դու հաղթահարես այս փորձությունը։
Դու դարձել ես հայ ժողովրդի միասնության բանալին, դու այն հրեշտակն ես, որ երկիր գալու մի նպատակ ուներ՝ սթափեցնել այն ծնողներին, ովքեր լքում են իրենց նորածին երեխաներին, սթափեցնել այն ծնողներին, ովքեր համացանցից այն կողմ ոչինչ չեն տեսնում, ովքեր գիշեր-ցերեկ աշխատում են և ժամանակ չեն գտնում իրենց փոքրիկով զբաղվելու, ովքեր չեն գիտակցում ընտանիքի կարևորությունը։ Իմ փոքրիկ հրեշտակ, իմացած եղիր, այս ամենը հենց այնպես չեղավ, այն ունի նպատակ, միգուցե սթափվելու կոչ, միգուցե անտարբերությունը կոտրելու կոչ, որ պատել է մարդ արարածին։ Շատ երեխաներ են ընկել ջուրը, կորել, գտնվել, մահացել, լսել ենք ցավակցել և անցել մեր առօրյա հոգսերով։ Քո կորուստը համազգային դարձավ, քո դեմքին մի լուսավոր շող կա, մի անբացատրելի հզոր էներգիա։ Դու Աստծո կողմից ուղարկված հրեշտակ, մարդկության միասնության խորհրդանիշ, դու դեռ շատ ճանապարհ պիտի անցնես մարդկությանը ճիշտ ուղու բերելու համար։ Քո գտնվելուց հետո մենք դեռ շատ կլսենք քո սխրանքների մասին։ Դու կաս, մեզ հետ ես, մեր առօրյայում, մեր ցերեկվա ու մթի մեջ։ Ամբողջ աշխարհի հայությունը սպասում է քեզ։ Ոչինչ հենց այնպես չի լինում։ Դու անհետացար, որպեսզի ողջ աշխարհի հայությունը ճանաչի քեզ, գտնի, պահի, փայփայի այնքան ժամանակ, մինչև հասնի քո գործելու և կատարելության ժամանակը։ Այն օրը, երբ դու կգտնվես և կվերադառնաս մեծ տոնախմբությունը լինելու հայ ժողովրդի համար։ Ես հավատում եմ, գալու է այդ օրը։ Խնդրում եմ երկնային Հորը ծնողներիդ այնքան ուժ ու եռանդ, որ դիմանան այս փորձությանը։ Ամեն ինչ լավ է լինելու, վստահ եմ, դու ինձ համար դարձար ոսկեհեր փոքրիկ իշխան, այն քեզ շատ է սազում, Ամալի։ Նշենք, որ այս տողերը գրել էր Ամալի Ներսես Ամալյան Ներսիսյանն, իսկ այս գրվածքով կիսվել էր փոքրիկ Տիգրանի մայրը։ Այո, մենք քեզ սպասում ենք, Տիգրան, մեր փոքրիկ, մեր լույս, մեր Տիգրան, քո կորուստը հուզել է ոչ միայն մի գյուղ, մի համայնք, այլ ամբողջ ազգին։ Սրտի խորքից քեզ փնտրում ենք բոլորս, անծանոթ ու հարազատ, մեծ ու փոքր։ Ամեն օր աղոթքով ենք բացում մեր օրը, հուսալով, որ հենց այսօր կլսենք «Գտնվել է Տիգրանը»։ Քո ժպիտը լուսավոր հայացքը մնացել է մեր աչքերում, մեր սրտերում, դու մեր բոլորի փոքրիկն ես։ Մենք հավատում ենք քեզ, հավատում ենք քո վերադարձին, հավատում ենք, որ հրաշքներ լինում են, երբ սերն ու միասնությունը լինում են անսահման։ Այս փորձությունը ժամանակավոր է, բայց սերը, որ ծնվել է քո հանդեպ, հավերժ է։ Քեզ փնտրում են հարյուրավոր փրկարարներ, ոստիկաններ, ջրասուզակներ, կամավորներ, բայց քեզ սպասում է մի ամբողջ ժողովուրդ։ Տիգրան ջան, դու մենակ չես ու չես էլ եղել։ Դու մեր աղոթքների մեջ ես, մեր սրտերի ամենաջերմ անկյունում։ Ամեն գիշեր լուսինը վկա է լինում, թե ինչպես ենք մենք աչքներս երկնքին հառած հուսով նայում, սպասելով քո վերադարձին։